Ողջույն հարգելի եկվորյակներ, սա ձեր կանխատեսումն է մայիս ամսվա համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում մայիս ամսին, իհարկե բոլոր եկվորյակներին, այսպես եմ ես ասում, բայց եկվորյակներին է դա վերաբերվում։ Դե ընդհանուր գնայենք, սա ուղղակի օգնության համար է այս քարտերը, այդքան էական դեր չունեն։ Եթե լարված քարտեր ընկնեն, ապա անպայման գնայենք, տեսնենք ինչ կարող է ասել, ինչպես կընթանա այդ լարվածությունը։ Եթե ոչ, ապա ուրեմն պետք չեն գա այդ քարտերը մեզ։ Եվ ուզում եմ նշել, եթե բաժանորդագրված չէ, կարող եք բաժանորդագրվել սեղմել հենց զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք հետագա բոլոր տեսանյութերը։ Նաև կարող եք լայք սեղմել, որպեսզի առաջ գնա այս տեսանյութը, ավելի շատ մարդիկ նայեն, իրենց մասին իմանան, թե ինչ է իրեն սպասվելու մայիս ամսին։ Իսկ մենք շարունակենք, եւ իմ մնացած բոլոր ալիքների հղումները կան մեկնաբանության բաժնում։ Նաև վերնագրի տակ, եթե սեղմենք վերնագրի վրա, այդտեղ կգտնեք։ Ահա, տեսնենք ինչ է սպասվելու ձեզ մայիս ամսին։ Ինչ է սպասվելու եկվորյակներին մայիս ամսին։ Կանխատեսումը կարող եք նայել եւ ձեր ասցենդենտի եւ լուսնային նշանը նույնպես, որպեսզի հասկանալի լինի, ավելի պարզ կլինի այդպես։ Ցանկացա խառնել։ Եվ մեկ քարտել ու վերջ։ Բավականին բարդ քարտեր ունեք, որոնք որ վերլուծության կարիք ունեն։ Ես հիմա ստուգեմ ամբողջը երևում է, թե ոչ։ Այո, մի քիչ այսօր են կողմ են, բայց երևում են համենայն դեպս։ Այստեղ ընդհանուր ֆոնը, ընդհանուր ձեր, թե ինչպես կմտնեք դուք մայիս ամիս, ինչը ձեզ համար ավելի կարևոր կլինի, դա կլինի ձեր տունը, ձեր ընտանիքը, ձեր հայրենիքը միգուցե, ընտանիքի անդամները, իրենց պետք է օգնեք, աջակցեք, կարիքը կա, կամ տան հետ կապված ինչ-որ հարցեր են, պետք է փնտրեք, գտնեք, ինչ-որ պահեր են, որոնք որ տանն են վերաբերվում, դրանք ձեզ համար շատ կարևոր կլինեն այս ամիս։ Գումարի հետ կապված բավականին երկար մտածեք յուրաքանչյուր ներդրումներ կատարելու համար։ Դեք նաև կարող է ձեր տուն օրինակ գան ինչ-որ մարդիկ եւ մնան մոտավորապես 1 ամիս, ամբողջ մայիս ամիսը օրինակ անցկացնեն ձեր տանը կամ դուք գնաք, ամբողջ մայիսը վերանորոգում անեք։ Բայց այդ գումարը պետք է լավ ուսումնասիրել, ինչ է ծախսում, ինչ է մնում, բավականացնում է, թե ոչ, լավ պետք է մի հատ մանրամասն ուսումնասիրել, ձեր եկամուտները համապատասխանում են ձեր ծախսերի հետ, թե պարտքի տակ եք ընկնում, նաև յուրաքանչյուր ձեզ տված գումար լավ ուսումնասիրեք, եթե ժամավճարով եք աշխատում, լավ ուսումնասիրեք, արդյոք այդքան ժամանակ եք աշխատել, թե ոչ, լավ ուսումնասիրություն է պահանջում գումարային հարցը ձեզ մոտ։ Աչքաթող մի արեք, ոչինչ, ամեն ինչ այդպես լավ մանրակրկիտ ուսումնասիրեք։ Նաև կարող են մանր-մունր ծախսեր են, մանր-մունր եկամուտներ են, որոնք կարող են գալ այս ամիս, եթե ինչ-որ գործերով եք զբաղվում, որը ինչ-որ հաստատ պետական աշխատանք չէ կամ ինչ-որ միտեղ մեկի մոտ չեք աշխատում, ապա սա կարող է մանր-մանր գումարներ, որոնք կարող են գալ։ Կամ ամենօրյա այդպես մանր գումարներ, կամ ընդհանուր։ Եթե կողքից եկամուտի աղբյուր է սա, դա նորմալ է, եթե ոչ, ապա դա այս կարող է լինել մանր-մունր խնդիրներ, որոնք որ պետք է լուծեք, գումարային հարցեր են։ Այստեղ պետք է վճարեք, այնտեղ պետք է վճարեք։
Շատ կշփվեք այս ամիս բավականին ձեր ընկերների հետ, ձեր հարազատների հետ, ձեր շրջապատող մարդկանց հետ, հարևանների, քույր, եղբոր հետ, բավականին շատ շփում կլինի։ Նաև կարող փաստաթղթեր ստանալ, որտեղ որ մեջը կամ ինչ-որ փաստաթուղթ է հստակ, որը հենց ստանում եք, օրինակ դա կարող է լինել օտար երկրում ապրելու իրավունք, դա կարող է լինել մեկ այլ փաստաթուղթ, որը ստանում եք, վերցնում եք դուք։ Նաև կարող փաստաթղթեր ստորագրել այս ամիս անընդհատ կարիք լինի ինչ-որ փաստաթղթեր ստորագրելու։ Միգուցե մեկ անգամ ստորագրում եք եւ վերջ, այսինքն կարող աշխատանքային պայմանագիր է։ Ինչ-որ պահեր են այստեղ։ Եվ նաև դա միգուցե ձեր քրոջ կամ եղբոր մոտ է ինչ-որ մի բան փոխվում, միգուցե զաքսավորվում են, դրա մասին եք իմանում, միգուցե դուք ինքներդ եք զաքսավորվում, ինչ-որ բաներ եք ստորագրում։ Տան հետ կապված հարցերը, եթե իրոք այս ամիս ձեզ մոտ դա է առկա, դա է կարևոր, ապա այն ամեն ինչը հաջողությամբ կանեք։ Ոմանք իրոք դուռը կփակեն, կտեղափոխվեն մեկ այլ տուն։ Այլևս այդ տանը չեք ապրի, կտեղափոխվեք մեկ այլ բնակարան։ Ոմանք նոր տան դռներ կարող են բացել կամ հաջողություն ունենաք, եթե տուն եք ման գալիս, ոնց որ շատ այդպես արագ կամ մի լավ տուն գտնեք, լավ մաչելի արժեքով, կամ լավ թաղամասում, հաջողությամբ կարող եք ավարտել նաև յուրաքանչյուր այստեղ վերանորոգում, եթե կա, տան հետ կապված խնդիրներ, եթե կա, եւս կխոսեք, կհասկանաք միմյանց, այդպես մեկը մյուսին ոնց որ կհասկանա, եթե օրինակ պարտքեր կան, եթե պետք է դուրս գաք, ոնց որ իր այդ պայմանավորում եք, թե երբ պետք է դուրս գաք եւ ինչ պայմաններով, ինչի համար ընդհանրապես։ Երեխաների մոտ մի փոքր էստեղ ինչ-որ բան տեղի կունենա, մեկ ակնթարթ, իրենց մոտ միգուցե դա քննության ժամանակ է, ավարտի ժամանակ է, վերջին զանգի շրջանն է, մայիս ամիսը եւ կարող է ինչ-որ մի բան ավարտվում է իրենց մոտ, կամ իրենք անսպասելի ինչ-որ որոշում են կայացնում։ Այդքան մտածեցի մոմը հանկարծ չմոռանամ վառել։ Ինքն ինձանից հեռու եմ։ Ես չեմ տեղադրում, որովհետև տհաճ է, որ դուք տեսնում եք մոմը։ Ինձ համար տհաճ է։ Նաև կարող եք երեխաներին այս ամիս ավելի շատ տանել, ոչ է խաղասրահ, որովհետեւ ինչ-որ տեղ, որտեղ երեխաները կուրախանան, միգուցե առիթ է, միգուցե իրենց առիթն է, դե ամենայն դեպս ձեր ծննդյան օրերն են եւս էլի շնորհավորում եմ կողել։ Ձեր երեխան եւս էլի եկվորյակ է եւ ծնվել է մայիս ամսում, տանում եք այդպես խաղասրահ, ովքեր հղի են այստեղ ավելի լուրջ վերաբերվեք ձեր հղիությանը, հա դե լավ դե շատերն ասում են հղի եմ հո հիվանդ չեմ, եւ իրենց գլխին բերում են խնդիրներ եւ այստեղ եւս հա պետք է շատ լուրջ վերաբերվել ձեր հղիությանը։ Եթե ճնշման տատանումներ ունեք, եթե մեկ այլ հարցեր են, անպայման գնացեք բժշկի, դա անլուրջ մի նայեք դրան, շատ կարևոր է դա։ Առողջությունը հիանալի է, ուղղակի կզգաք միայն այն մարդկանց մոտ, ովքեր որ բավականին մեծ են, գուցե նաև 70 անց, իրենց մոտ կարող է խնդիրներ առաջանալ, այսինքն տարիքային դա, տարիքային ոչ է հարցեր են, որոնք կգան, որ պետք է լուծեք, արդեն կզգաք, իսկ ովքեր որ երիտասարդ են, արդեն կհայտնվի այդ առաջին կնճիռները, միգուցե արդեն զգաք, որ իրոք մեծացել եք։ Տարիքը իրենը արդեն կասի, թե հիմա ճակատի բծերը, թե հիմա կնճիռները, ինչ-որ մի բան ձեզ կհիշեցնեն հայլու առջև, որ դուք արդեն մեծ եք։ Նաև ինչ-որ վիրահատություններ, բաներ, նման բաներ ես չեմ տեսնում, չգիտեմ, միգուցե ունեք, բայց այստեղ չի երևում ընդհանուր է, միգուցե այս քարտով նաև ունեք, բայց այս քարտը նաև ասում է, որ Աստված ձեզ հետ է։ Յուրաքանչյուր պարագայում Աստված ձեզ հետ է։ Հարաբերություններում բավականին էմոցիոնալ կլինեք, դա նշանակում է ոմանք կարող են սիրահարվել, ոմանք հակառակը էմոցիաների պատճառով ինչ-որ խնդիրներ առաջացնել իրենց հարաբերություններում։ Նաև այստեղ դա կարող է լինել ռոմանտիկ պահեր ոմանց մոտ
ինչ որ մի բանը ձեր հարաբերություններում ինչ որ անհասկանալի է դες թվում եւ չեք կարողam հասկանալ։ Դեռ սեր կա իր մոտ թե չէ։ Ինչ որ մի տարօրինակ մի ձև, մի կողը ավելի շատ տրամադրված է աշխատանքին, կամ մեկ այլ հարցին եւ ներսում այդքան չեք զգում, որ զգացմունքները կան, ինչ որ անհայտ բաներ եք, հա, զգում եւ կասկածում եք, արդյոք կա զգացմունք այդ մարդու մոտ թե ոչ, հա, ձեր երկրորդ կեսի, ձեր ամուսնու, կնոջ։ Սա նաեւ ծանոթությունը հակառակ սեռի ծնողների հետ, կարող եք ծանոթանալ իրենց հետ, հատկապես մայրիկի, ով ունի միայն մայրիկ։ Ավելի շատ կարող է առաջին ծանոթությունը, եթե լինի այս ամիս, ապա ավելի շատ կլինի մայրիկի հետ, քան ընդհանուր ամբողջ ծնողների հետ։ Մի թույլ տվեք, որ էմոցիաները տեղի տան։ Ես ասացի, որ դուր կարող եք փակել եւ գնալ։ Դա եւս պետք է հաշվի առնեք։ Ուրեմն այստեղ հնարավոր է ոչ փաստաթղթային հարցեր, որոնք որ ոչ աղջիկա կարող եք դիմել ինքը անի, կարող փաստաբան է, կարող իրավաբան է եւ ինչ որ ձեւով ձեզ օգնում է։ Նաեւ դա կարող է լինել ձեր կինը, ովքեր տղա են նայում եւ կամ ձեր մայրը, ու մոտ կփոխվի ինչ որ մի բան անձնական հարաբերություններում, անձնական կյանքում, իր գուցե աշխատանքում, գուցե ինչ որ միտեղ, գուցե ինքն է ինչ որ պայմանագիր ստորագրում, ինքն է իրան է հարկավոր ոչ փաստաթղթեր։ Հստակ է այստեղ տղաների համար նաեւ հնարավոր է հարաբերությունների մեջ մտնեք ոչ կնոջ հետ, բայց միայն ինտիմ հարաբերություններ են դա լինելու, դա ոնց որ ավելի լուրջ հարաբերություններ չեն ամուսնության, ուղղակի կապ է։ Կապ է, որը գայթակղվում եք եւ կապի մեջ եք լինում այդ կնոջ հետ։ Բայց նաեւ եթե փաստաթղթեր են, ապա կամ այդ աղջիկա համար է, միգուցե ձեր երեխայի համար է, ձեր աղջիկա համար է հստակ։ Եվ դա կարող է երեխայի համար է լինել նաեւ։ Եվ ոչ թե միայն աղջիկ երեխաների։ Հնարավոր է, որ այդպես ինչ որ փաստաթղթեր եք իրենց համար դասավորում, հավաքում եւ այլն ինչ որ բաներ են։ Ճամփորդության հետ կապված կարող եք այցելել այնպիսի վայրեր, որտեղ որ նախկինում եք եղել, գուցե այնպիսի քաղաք, երկիր, որտեղ վաղուց եք եղել եւ հիմա եւս կգնաք այդ երկիր։ Նաեւ դա կխորանաք ձեր անցյալի մեջ, կխորանաք ձեր պատմության մեջ, ձեր տոհմի մեջ, ովքեր են եղել ձեր տատեր, պապերը, որտեղից են եկել, որտեղից են ծնվել, եւ այն ինչ որ պահեր, որ ով ու երբ է ծնվել, շատերիս ծնողները չեն հիշում, շատերիս տատի պապիները չեն հիշում, դե իրենց տատի պապիները օրինակ երբ էին ծնվել, հա, եւ որովհետեւ այն ժամանակները ուրիշ էր, կներեք եւ դրա համար ոնց որ մարդը մխրճվում է անցյալի մեջ։ Նաեւ կարող է ինչ որ նախկինում թողել եք, ինչ որ ուսում։ Լեզուներ եք սովորել կամ բարձրագույն կրթության հետ է դա կապված, թողել եք ու հիմա ցանկություն կունենաք ելի նորից շարունակելու դա։ Այն ինչ որ անցյալում բաց եք թողել, հիմա եւս։ Մեկ անգամ ճամփորդել եք ինչ որ միտեղ եւ հիմա այդ մայիս ամսին եւս էլի ձգտում կլինի, միգուցե տոմս եք գնում, բայց ոչ մայիս ամսվա համար։ Որպեսզի այցելեք այնտեղը, որտեղ արդեն իսկ եղել եք դուք։ Նման տեղ կարող է լինել։ Ճամփորդությունը միայն դա է, այնպիսի տեղ, որտեղ որ եղել եք։ Նոր ինչ որտեղ, այստեղ ես ամեն դեպս քարտերը ցույց չեն տալիս։ Աշխատանքում, բիզնեսում, խորամանկություն, խաբեություն։ Շատ ուշադիր պետք է լինեք աշխատակազմի հետ, շատ պետք է լինեք, եթե բիզնես ունեք ձեր անձամբ բիզնեսի աշխատակազմի հետ։ Այստեղ խաբեությունները շատ հնարավոր են եւ խաբեություն ապրանքների մեջ եւ ձեզ հետ ինչ որ մի բան կարող են խոսել, տանել այնտեղ ավելի ուռճացված պատմել տնօրենին։ Շատ ուշադիր է պետք այս ամիս, որպեսզի ձեր տակը չփորեն իրոք։ Ինչ են ուզում ձեզանից։ Դժվարացնում են ձեր աշխատանքը, ձեր կյանքը։ Դժվարացնում են այնտեղ ձեր ուզում են գուցե դժվարությունների մեջ հայտնվեք, անընդհատ խոսեն ձեզ վրա, ձեր տնօրինությունը։ Կամ գիտեք շատ դեպքեր այնպիսի մարդիկ են, մարդկանց են մարդիկ ընդունում աշխատանքի, ովքեր որ իրոք դժվարեցնում են իրենց գործունեությունը։
Այսինքն ինչ որ մեկին են ընդունում, որ փնթի մնթի է, ով որ բացարձակապես հետաքրքրված չի այդ գործով, ուղղակի իրեն գումար է հարկավոր եւ իր համար միևնույն է ինչ որ բան է դեն նետում, որը պետք էր թե ոչ։ Բամբասանքներ, միգուցե բամբասանքներ են տարածում ձեր մասին, ձեր գործունեության մասին։ Եթե ձեր մոտ են աշխատում, ձեր հետ ներսի կուխնյան են տանում, խոսում, այնպես են անում, որ դուք անհանգստանաք ամեն անգամ, արդյոք կկորցնեք, արդյոք տնօրեն է խոսային վրա, բայց ամեն ինչը կկարգավորվի այստեղ, կկարգավորվի, այնպես որ անհանգստանալու շատ կարիք չկա։ Բայց եթե դուք ինքներդ ուզենաք լինել այդպես շուստրի, այդպես խորամանկ եւ թեկուզ փորձեք ինչ-որ մի գնով, խաբեության թե ինչի գնով, բախվելու եք ճակատագրական խնդրին, այնպիսի մի խնդիր է գալու ձեր առջև, թե բիզնեսում, թե աշխատանքում, որ երկար ժամանակ կհիշեք ասածս։ Հետո կարող եք փոշմանել, բայց շատ ուշ կլինի, որովհետև սա այնպիսի մի խնդիր է, որ երկար ժամանակ դուրս կգաք նոր այդ խնդրի միջից։ Դուք ձեզ համար, որովհետև խորամանկ քայլը այս պահին մայիս ամսին այս քարտով եւ այս քարտերով այդքան էլ նորմալ չէ։ Դուք կբախվեք շատ մեծ խնդիրների։ Ինչ որ բեռ կվերցնեք ձեր ուսերին։ Օրինակ, որոշում եք վարկ վերցնել եւ խորամանկորեն այդ գումարը դնել ինչ որ մի բանի մեջ, մտածում եք, որ ամեն ինչ լավ է, այդպես մարդը ավելի ոնց որ շուստրի քայլեր է անում, սա կանեմ եւ հետո ընկնում է բարդությունների մեջ։ Խնդիրների մեջ կարող եք հայտնվել, հետո սկսեք անհանգստանալ, հետո սրանից նրանց օգնություն ուզեք։ Հա, դուրս կգաք այդ վիճակից, բայց որոշ ժամանակ հետո։ Ոչ այս պահին։ Եվ ընկերների մոտ ոչ է մի խնդիր կարող է լինել։ Ոմանց մոտ այստեղ ընկերներին, կարող եք ընկերների շատերին նաև հրաժեշտ տալ, գնան ձեր կյանքից, կամ դուք հանեք, կամ իրենք գնան ուղակի, որովհետև պիտանի չեն նրանք ձեզ այլևս։ Հասել է այդ աստիճան, հա, որ զգում եք, որ չեք կարող իրենց հետ, զգում եք, որ իրենք ձեր կողքը պետք է չլինեն, եւ հանում եք իրենց ձեր կյանքից։ Եվ եթե օգնություն է պետք, ապա այստեղ օգնությունը կարող է լինել հենց բուն այս թեմայի վերաբերյալ։ Միայն այս թեմայի վերաբերյալ կարող է լինել, կամ եթե ինչ-որ մի բան ձեզ մոտ գնացել է, կյանքում, հա, կյանքի որևիցե ոլորտը ավարտ է ունեցել, այնտեղ լինի աշխատանք, բիզնես, խնդիրներ, պարտքեր եւ այլն, կամ ինչ-որ մի բան է, որը իրոք գնացել է ձեզանից, որը անհանգստացնում է ձեզ, այնտեղ կարող է նաեւ սիրելին, եւ դուք այդ փուլի մեջ կարող եք օգնության ձեռք խնդրել։ Օրինակ խնդրեք, որպեսզի ձեզ մի փոքր աջակցեն, մինչև նոր գործ գտնեք, դա մեկ։ Դիմեք, որպեսզի իրենք օգնեն ձեզ ինչ-որ աշխատանք գտնեք, հա, կամ գումարով, կամ աշխատանքը, կամ օգնեն ձեզ, որպեսզի հաշտվեք ինչ-որ մեկի հետ։ Յուրաքանչյուր խնդիր է, այստեղ կարող է լինել, հիմա խնդիրները այդքան չեմ կարող բարձրացնել, բայց ինչ-որ մի բանը գնում է ձեզանից, կամ հանգստությունը, կամ ինչ-որ բան, եւ այդ ժամանակ կարող են օգնել ձեզ։ Միմիայն։ Կամ օգնել այնպես անել, որ այդ խնդիրները գնան ձեզանից։ Ի վերջո գնան եւ դուք ավելի հանգիստ լինեք։ Այդ դեպքում, եթե դուք իրենց դիմեք։ Իսկ ընկերները եւս, ընկերների շատերը կգնան, որովհետեւ իրենց դարն ապրել են արդեն, այլ պետք չեն իրանք ձեզ։ Դուք ինքներդ կզգաք, որ արդեն ինչ-որ մարդիկ հեռացել են եւ արդեն կապ չկա իրենց հետ, կամ դուք կորոշեք, որ անգամ ընկերների ցանկից իրենց հանեք, որովհետեւ հոգնեցիք։ Այստեղ էմոցիաները բավականին շատ են հարաբերություններում, դրա համար եւս այնտեղ պետք է ուշադիր լինել, որովհետեւ էմոցիաները կարող են այնպես անել, որպեսզի վիճեք օրինակ ձեր սիրելիի հետ, հետո խնդրեք, որպեսզի ձեզ հանգստացնեն եւ ձեզ միացնեն նորից։ Վախեր ունեք, կորուստներ եւս ունեք։ Տեսնենք, խնդիրներ եւս ունեք։ Խնդիրները կարող են լինել մանր-մունր։ Դրանք կարող է շատ մեծ գլոբալ ինչ-որ խնդիրներ չլինեն մայիս ամսին,
Մեծ կարող են լինել խնդիրներ, որոնք որ պետք է լուծեք։ Սկսենք վախերից։ Այդտեղ միևնույնն է վախերը կան, ինչպես գիտենք, հա մուկը եւ կրծում է, բայց երբ հենց որ մարդ է տեսնում, ինքը վախենում է, դա նշանակում է վախերը առկա են այստեղ ձեզ մոտ։ Տեսնենք վախերը։ Վախերը ընտանիքի համար է, առողջության համար է, գուցե իրոք տեսնում եք ձեզ, որ արդեն մեծացել եք եւ սկսում եք վախենալ։ Միգուցե իրոք արդեն հասուն տարիքում եք եւ ինչ որ ձևով նաեւ երևում է, հա արդեն այդտեղ դե ինչքան մարդ մեծանում է, այնքան բնականաբար խնդիրները ավելանում են առողջության հետ կապված։ Եվ այստեղ կարող է դեմարի անհանգստությունը, անհանգստություն նաեւ ընտանիքի վերաբերյալ անհանգստություն, վախեր, որով մենակ եք, դեռ կարող եք էլի մենակ մնալ, օրինակ, կորուստ, ծնողների կորուստ, եւս դա կարող է վախը լինել։ Եվ այստեղ վախերը նաեւ կան նրանում, որ ինչ որ մի բան ձեզ մոտ դանդաղ է առաջ գնում։ Դու լինի դա բիզնես, լինի դա հարաբերություններ, աշխատանք, եւ վախը դրանում է, որ դուք կարող եք կորցնել, որտեղ ինքը այնքան դանդաղ է բարձրանում, որ ասում եք ոնց որ տեղից չի շարժվում, բայց սա հենց դա է, ասում է, որ պետք չի վախենալ, որտեղ ես արմատներ եմ խրում, հա, դու ավելի եմ ամրացնում այդ գործը, մի վախեցի, ոչինչ որ թող դանդաղ լինի։ Տեսնենք խնդիրները։ Խնդիրները կարող են առաջանալ միայն վեճի պատճառով։ Եթե վիճ եք անընդհատ, համ չկարողանաք դիմակայել, չկարողանաք ձեզ հետ պահել ամեն ինչից, ապա այստեղ հնարավոր է նաև վեճերի պատճառով խնդիրների մեջ լինեք։ Գուցե այդ պահին այնպես դուխ լինի, խոսակցություն եւ այլն, եւ հետո խնդիրները գան ճիշտ է, էլի եմ ասում, ինքը գրիսը դա մանր մուներ խնդիրներ են, հա, եթե օրինակ ուրիշ քարտ լիներ դրա փոխարեն ես ուրիշ ձև կխոսեի, այդ գրիսը ինքը մանր մուներ խնդիրներ, ուղղակի ոնց ասում եմ մանր մուներ խնդիրների պատճառով պետք չի վիճել եւ այդ խնդիրները ուռճացնել, մեծացնել։ Եվ այստեղ կորուստը այստեղ կա։ Ընկերների։ Ես արդեն նշեցի, որ ընկերների կորուստներ կա։ Միգուցե նաև ուրիշ կորուստ է սա։ Եթե էլի ընկավ, ուրեմն սա կարող է ուրիշ կորուստ է։ Եվ այստեղ գաղտնիքներ ունեք։ Միգուցե փոքր-մոքր գաղտնիքներ ունեք եւ չեք ուզում բարձրաձայնվի դրանք։ Գուցե վախերը հենց դրանից են այստեղ։ Տեսնենք կբարձրաձայնվեն, թե ոչ։ Գուցե տան հետ է կապված, ընտանիքի, եթե կարող է դուք պատմեք ընտանիքի անդամներին, ու ընտանիքի անդամները կարող են իմանալ դրա մասին։ Կամ գաղտնիք ուղղակի պահում եք ընտանիքից։ Պինդ պահում եք եւ վախենում եք ամեն վայրկյան չբարձրաձայնվի, բայց ամենայն դեպս որ ինքը ընկավ, դա մեծ հավանականություն է, որ կբարձրաձայնվի հատկապես ընտանիքի։ Եթե տան հետ է կապված ձեր ընտանիքի գաղտնիքն է դա, ապա իրոք փորձեք այնպես անել, որ դուրս չկա։ Տունը շատ կարևոր է ձեզ համար։ Միգուցե գաղտնի տուն եք գնում եւ չեք ուզում բացահայտվի դեռևս մինչեւ ամեն ինչ չկարգավորեք։ Անկամ դա էլ է հնարավոր։ Այսքանը ձեզ համար, այո, կային ոլորտներ, որոնք որ կաղում էին, հատկապես աշխատանքի վայրը, վախերը, ընկերների հետ կապված, բայց ամեն ինչը ձեր ձեռքում է, դուք պետք է հասկանաք, որ յուրաքանչյուր բան ձեր ձեռքում է։ Սա ձեզ հուշում է, ասում է, որ այսպիսի խնդիրներ կարող են առաջանալ, բայց թե հիմա դուք ինքներդ կարող եք այնպես անել, որ այդ խնդիրները չզարգանան եւ նաեւ չառաջանան, ինչու՞ չէ։ Դա համար լավ կլինի, որ վերցնեք ձեր ձեռքը, ձեր կյանքը եւ միայն զբաղվեք դրանով։ Եվ չմտածեք վատի մասին, ինչքան վատի մասին եք մտածում, այնքան վատը գալիս է ձեր կյանք։ Այսքանը ձեզ համար թող որ մայիս ամիսը ձեզ համար լինի ամենահիանալի ամիսը, ամենաբարեհաջող ամիսը, կարողանաք յուրաքանչյուր խնդիր հարթել, լուծել եւ չվախենալ յուրաքանչյուր բամբասկոտ ու խորամանկ մարդկանցից, որովհետեւ մեր շրջապատում իրենք շատ են։ Նաեւ այստեղ նշեմ, որ այդ խորամանկ մարդիկ կարող են ձեզ աշխատանք խոստանալ եւ խաբել։ Դա եւս հնարավոր է։ Այսքանը, լավ եղեք։